պարոն Կարապետյանի քաղաքացիությունից Կիպրոսի եւ Ռուսաստանի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը ինչ փուլում է եւ դուք ինչ եք կարծում, արձագանքներ կան արդեն այդ երկրներից եւ ինչ եք կարծում, ինչքան կտևի այդ գործընթացը, որովհետեւ դուք ասում եք, որ հաղթանակի դեպքում արդեն պետք է օրենքները փոխեք, որպեսզի ինքը ստանձնի վարչապետի պաշտոնը։ Պրոցեսը ինչքան կտևի։ Հարգելիներս, օրենքներ չի, մենք բաց ճակատով, ազնիվ կերպով հենց փետրվարի 12-ին կուսակցության առաջին շնորհանդեսին ասել ենք, որ մեր վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, պատահական չէր, որ հենց Սամվել Կարապետյանն է մեր վարչապետի թեկնածուն, որովհետև դա էր մեր աջակիցների հանրային պահանջը, եւ ասել ենք, որ մի խոչընդոտ կա, այո, պարոն Կարապետյանի վարչապետ դառնալու համապատասխանության ցենզերի խնդիր կա, բայց դա ընդհանրապես մի տեխնիկական հոդված է սահմանադրության 148-րդ հոդվածը, եւ եթե մեր հանրությունը, մեր ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները տալիս են իրենց վստահության քվեն, ըստ էության մենք ազգային ժողովի կողմից փոփոխելի հոդվածը դրել ենք հանրաքվեի։ Մենք գալու ենք պայմանական, եթե ամեն ինչ բնականon անցնի, օգոստոսի 2-ին առաջին նիստն է հրավիրվելու, օգոստոսի եւ առաջին ձևական տեխնիկական հարցերը լուծելուց հետո ներկայացնելու ենք նախագիծը։ Պարոն Կարապետյանի քաղաքացիություններից հրաժարմանը, ինչպես հենց պարոն Վարդևանյանն է ներկայացրել, հենց ինչպես պարոն Նարեկ Կարապետյանը մեր համակարգող ղեկավարը անդրադարձել է, արդեն ընթացքի մեջ են, դիմումները ներկայացվել են, կներեք, հստակ ժամկետներ հնարավոր չէ նշել, որովհետև դրանք այլ երկրների ներպետական ընթացակարգեր են ու քաղաքացիությունից հրաժարումը կոնկրետ ժամկետային սահմանափակում չունի, հա, որ պայմանական հենց հստակ 10 օրում կամ մի ամսում կամ կես տարում տրվում է։ Օրինակ ոնց եք պատկերացնում իր ընտրությունը։ Դե մենք ասել ենք, մենք ցենզերը հանելու ենք, քանի որ սահմանադրական փոփոխություն ենք կատարելու։ Այդ պարտադիր պահանջը չի լինելու այլևս, որ միայն ՀՀ քաղաքացի պետք է լինի, բայց մենք հայտարարել ենք, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը լինելու է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Տիկին Մելոյան, գուցե ես լավ չլսեցի, հաջորդ վարչապետի անունը չկար ցուցակում, թե ես լավ չլսեցի, կհստակեցնեք։ Չէ, պարոն Կիրակոսյան, ես կարծում եմ դուք շատ լավ լսողություն ունեք, ինչի եք կասկածի տակ դնում։ Մենք լսեցի դրա համար կասկածում։ Չէ, չէր կարող Սամվել Կարապետյանի անունը ցուցակում լինել, չնայած անգամ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներ բաց թողումներ են թույլ տալիս, որովհետև Սամվել Կարապետյանը այս պայդրությամբ չի համապատասխան վարչապետի համար ներկայացված ցենզերին։ Մենք չենք թաքցնում դե։ Որովհետև մենք առաջարկ ենք, դա մեր ծրագրային դրույթն է, քաղաքացիներին առաջարկ ենք ներկայացրել։ Եթե մարդիկ ուզում են, որ Հայաստանի հաջորդ վարչապետը պարոն Կարապետյանը, Սամվել Կարապետյանը հանդիսանա, մեզ տալու են իրենց վստահության քվեն, մենք սահմանադրական փոփոխության նախագիծ ենք բերելու։ Պարոն Կիրակոսյան կներեք, էլի, համակարգողներ չենք խուսափում, համակարգողը լինելու է պարոն Նարեկ Կարապետյան, մենք ցուցակը ներկայացրեցինք։ Հայաստանի շանսերը ինչպես է գնահատում Հստակ ասեցի։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։